Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես այսօր ձեզ ներկայացնելու եմ գյուղատնտեսական մեծ ռեֆորմի մասին տվյալներ, որը մենք առաջարկելու ենք Հայաստանի բոլոր գյուղերին։ Այս ծրագրի մասին մենք մասնակի պատմել ենք Ստեփանավան կատարած վերջի այցելության ընթացքում։ Հայաստանում վերջի 10 տարվա ընթացքում գնային փոփոխություն ունեն գրեթե ամեն ապրանք, բացի հայ գյուղացու կողմից արտադրվող հայ գյուղացու հիմնական արտադրանքներից մեկը կաթը։ Կաթը վերջի 10 տարվա ընթացքում ինչ 120-130 դրամ կար, մնացել է նույն 120-130 դրամը, բայց Հայաստանում ամեն ինչ գրեթե թանկացել է եւ այդ իսկ պատճառով գյուղացին, ով այսօր վաճառում է 120-130 դրամով իր չարքաշ աշխատանքի արդյունքում ստեղծված կաթը, նույն գնողունակությունը չունի, ինչ 10 տարի առաջ եւ ավելի թանկ են ապրանքները, այդ իսկ պատճառով գյուղացին կարելի ասել աղքատացել է։ Որ լինելով այլ երկրներում դուք կարող եք տեսնել, թե ինչպես են զարգանում անգամ նոր զարգացող երկրների գյուղերը, քանի որ այնտեղ կա պետական գյուղատնտեսական լավ քաղաքականություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում չկա գյուղատնտեսության նախարարություն, չնայած որ կա 500,000 մարդ, ով ապրում է գյուղերում, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Եվ սա մեր մեծ սխալներից մեկն է։